Ես երբևիցե որևէ մեկի անձնական ինտիմ հարաբերությունների մասին գրառում չեմ արել։ Ինչու ես պետք է իրեն ասեմ վեհապար, եթե ինքը մարդ է, որ խախտել է իր տված ուխտը։ Իմ ասածը վիրավորանք չի բացարձակ։ Քաղաքացիական պայմանագիրը նույն ինքը Փաշինյանն է եւ Փաշինյանից բացի մյուս անդամները կուսակցության իրենցից ոչինչ քաղաքականապես չեն ներկայացնում։ Ես եմ հանձնել Արցախը։ Մեր քաղաքական ուժը ամեն ինչ արել է, որպեսզի հայերը մնան եւ կարողանան անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում։ Հաստատվել է խաղաղություն։ Դավաճանները այսինչ է կանել։ Տհաճությունները շատ ավելի շատ են, քան հաճելի մասերը։ Ես ասում եմ, ես ուզում եմ դառնալ ազգային ժողովի փոխնախագահ։ Քայլում եմ Երևանի փողոցներով ոչ այնքան հաճախ, ինչքան կուզեի, խանութ եմ գնում, Instagram եմ բացել։ Բարի օր Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր մենք հյուրընկալել ենք ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Շնորհակալ եմ, պարոն Ռուբինյան, որ համաձայնվել եք մեր հարցերին պատասխանել։ Մեր հյուրերին նախապես զգուշացնում եմ, պարոն Ռուբինյան, որ մեր հարցերը ոչ այդքան հաճելի են, մշտապես, բայց խնդրում եմ լինել ավելի անկեղծ այս անգամ մեզ հետ զրույցում։ Շատ լավ։ Պարոն Ռուբինյան, քանի որ հենց ազգային ժողովի կարմիր դահլիճում ենք այս պահին գտնվում, ես կուզեի մենք սկսեինք այս հարցից։ Մշտապես այնպիսի տպավորությունն է, որ ազգային ժողովը կորցրել է իր անկախ լինելը գործադիրից եւ մշտապես ենթարկվում է գործադրին, նույնիսկ հանրության շրջանում այսպիսի դիրքորոշում է հնչում, որ այստեղ հավաքված մեծամասնությունը ընդամենը կոճակ սեղմողներ են։ Ինչպես տարանջատել դա եւ արդյոք համակարծիք եք այդ դիրքորոշման հետ, այսինքն կառավարությունը ուղարկում են նախագծեր, այստեղ ընդամենը դակում են, համաձայնվում են այդ նախագծերի հետ։ Ձեր հարցը ոչ թե հաճելի չէր, այլ ուղղակի սխալ պնդման վրա է հիմնված, որովհետև ես չեմ կարծում, որ հանրության մոտ կա կարծիք, որ խորհրդարանական մեծամասնությունը կոճակ սեղմող է։ Գուցե տարբեր լրատվամիջոցներ կուզեին, որպեսզի այդպիսի կարծիք լիներ, բայց ես վստահ եմ, որ այդպիսի կարծիք չկա։ Ես կարծում եմ նաև, որ առնվազն վերջին երկու գումարումներում խորհրդարանը իրական ցույց տվել է, որ ունի իր կարծիքը եւ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ օրինակ կառավարության ներկայացրած նախագիծը հավանության չի արժանացել խորհրդարանում, եղել են դեպքեր, որ չի արժանացել լիագումար նիստում, եղել են դեպքեր, որ լիագումար նիստին չի հասել, եւ այսպես շարունակ։ Բայց նաև մի կարևոր հանգամանք էլ է պետք հաշվի առնել։ Խորհրդարանական համակարգում կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը չեն կարող լիապես անջատ լինել, որովհետև եթե նախագահական համակարգում լինում են երկու տարբեր ընտրություններ, հա, լինում է նախագահի ընտրություն առանձին, որը ստանում է իր առաջնային մանդատը, եւ խորհրդարանական ընտրություններ, որտեղ խորհրդարանում հաղթած ուժն է ստանում իր առաջնային մանդատը, եւ երկու տարբեր մանդատներ են։ Խորհրդարանական համակարգում, ինչպիսին նաեւ մեր համակարգն է, կառավարությունն ու խորհրդարանը ըստ էության, ոչ թե ըստ էության, այլ հենց մեկ ընտրության արդյունքում են ձևավորվում։ Այսինքն ընտրության արդյունքում ձևավորվում է խորհրդարանական մեծամասնություն, որը ընտրում է վարչապետ, որը կազմում է կառավարություն, եւ հետեւաբար տրամաբանական չի էլ լինի, որ եթե շատ լինեն հակասությունները խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության։ Դուք հեղափոխությունից հետո ամենաբարձր պաշտոն զբաղեցրած անձն եք եւ այս ժամանակահատվածում նկատել եք, որ այս 7-8 տարիների ընթացքում հեղափոխությունից հետո իշխանության վարկանիշը նվազում է։ Հեղափոխությունից հետո ավելի բուռն ընդունվեց, նոր իշխանություն է գալիս, պետք է ամեն ինչ լավ լիներ, բայց նվազում է։ Ձեր մեղքի զգացումը կա, օրինակ ձեր անձի հետ կապված լինելով, օրինակ նվազի։ Կրկին ձեր հարցը ոչ թե ոչ հաճելի, այլ կրկին հիմնված է սխալ կամ առնվազն վիճելի պնդման վրա, որովհետև ես կարծում եմ, որ հեղափոխությունից հետո քաղաքացիական պայմանագրի վարկանիշը տարբեր պահերի բարձրացել, նվազել, բարձրացել, նվազել, բարձրացել, նվազել։ Վերջին ժամանակահատվածում եմ ասում, պարոն Ռուբինյան, նաև ընտրություններով պայմանավորված։ Վերջին ժամանակահատվածում նույնպես եւ ընդհանրապես ես կարծում եմ մի քիչ անշնորհակալ գործ է խոսել ինչ որ ուժի վարկանիշից, երբ որ
արժևում ընտրություններ են, այն իմաստով, որ կարիք չկա հիմա սպեկուլյացիաներով զբաղվել, ընդամենը մի քանի ամիս է մնացել եւ ընտրություններին կերևա ով ինչքան վարկանիշ ունի։ Օրինակ, ես հիշում եմ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախորդող շրջանում ըստ էության բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, ըստ էության գրեթե բոլոր լրատվամիջոցները, ենթադրում եմ նաև ձեր լրատվամիջոցը, ելին դեմքի նույն վստահությամբ, նույն վստահ արտահայտությամբ դեմքի պնդում էին, որ քաղաքացիական պայմանագիրը չունի վարկանիշ, որ պատվելու է ընտրություններում եղավ, այն ինչ եղավ։ Հիմա այս անգամ էլ կտեսնենք եւ ժողովուրդը կորոշի ինչպիսին է ուզում տեսնել։ Ես փաստերով կարող եմ խոսել, պարոն Ռուբինյան, օրինակ Գյումրիի ընտրությունների դեպքում եղավ, Փարաքալի ընտրության, այսինքն հիմա հերքեմ ձեր փաստը։ Ասեք։ Եվ Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը 2025 թվականին հավաքել է ավելի շատ տոկոս քվեների, քան 2018 թվականից սկսած երբևէ։ Այսինքն մենք Գյումրիում մասնակցել ենք երկու ընտրության հեղափոխությունից հետո, եթե չեմ սխալվում, այո, երկու ընտրության։ Հեղափոխությունից առաջ էլ եւս մեկ ընտրության 2016-ի եւ ամենաշատ տոկոսը երբևէ որ քաղաքացիական պայմանագիրը ստացել է Գյումրիում 2025 թվականին է եղել 36%։ Մենք Գյումրիում երբեք չենք եղել տեղային իշխանություն, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, բացառությամբ մի դեպքի, երբ որ մի փոքրիկ շրջան Բալասանյան դաշինքի հետ կոալիցիոն կառավարում ենք իրականացնում, բայց քաղաքապետը Բալասանյան դաշինքից էր։ Հետևաբար ձեր պնդումը պարզապես սխալ է։ Ես նկատի ունեի, որ ընտրությունների արդյունքում ԿՊՀ-կանը չի դառնում համայնքի ղեկավար։ Բայց դա վարկանիշի հետ ինչ կապ ունի։ Դուք ասում եք վարկանիշը իջել է։ Ես ձեզ հենց նոր ապացուցեցի, որ Գյումրիում քաղաքացիական պայմանագրի վարկանիշը, եթե համատում ենք թիմ ընտրությունները, ոչ թե իջել է, այլ բարձրացել է։ Վստահություն կա, դուք պնդում եք, որ լիովին վստահություն կա իշխանություններին։ Ես որևէ պնդում չեմ անում, ես պարզապես հերքում եմ ձեր պնդումը, որը համարում եմ, որ սխալ է։ Բացի այս, տեսեք, նախորդ անգամ, երբ որ մենք Գյումրիում կրկին չէինք հաղթել ընտրություններում, դա 2021 թվականն էր։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից անցել էր ընդամենը մի քանի ամիս։ Խորհրդարանական ընտրություններում մենք Գյումրիում մեծամասնություն էինք քվեների հավաքել 50, կարծեմ 60+%։ Մի քանի ամիս անց թիմ ընտրություններում շատ ավելի քիչ։ Սա էլ նաև ինչու եմ ասում, որովհետև թիմ ընտրությունների եւ խորհրդարանական ընտրությունների համատեքստը մի քիչ տարբեր է եւ կարող է մի քանի ամսվա տարբերությամբ տարբեր արդյունքներ լինել, բայց կրկին մենք Գյումրիում 2025 թվականին, եթե թիմերն ենք համեմատում միմյանց, հավաքել ենք ավելի շատ քվե, քան 2021 թվականին։ Լավ, ես վերջնաարդյունքն էի ասում, պարոն Ռուբինյան, վերջնաարդյունքում, եթե ձայների համեմատություն ենք անում, այո, իշխանությունը հավաքում է, բայց վերջնաարդյունքում դուք այդ ձեր ասած չեք կարողանում մեծամասնություն կազմել եւ բայց ես կրկին ուզում եմ ձեզ էլի ասել, նույնիսկ եթե վերջնաարդյունքն ենք համեմատում, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում երբևիցե չի ունեցել քաղաքապետ, չի ունեցել 25, չունի հիմա, չի ունեցել 21 թվականին, չի ունեցել 16 թվականին։ Սա ինչի հետևանք է այդ պարագայում իշխանության հետևանքը նրա, որ Գյումրիում չի ստացվում եւ պետք է դիտարկենք պատճառները։ Փարաքարում եղել է, որ կոալիցիայի արդյունքում եղել է համայնքապետ, հետո այս վերջին ընտրություններում պարագայում չի եղել։ Ես կարող եմ այդպես չեղավ։ Այո, ես չեմ նայեք, ես չեմ հասկանում դուք ինչ եք ասում դա, որովհետև այո 2010 եմ վերում, ես ասում եմ օրինակ ձեր անձի հետ կկապեիք, օրինակ վարկանիշի անկում։ Հեսա ձեր հարցը կրկին հիմնված է սխալ պնդման վրա, որովհետև եթե դուք ասում եք, որ կան համայնքներ, որտեղ քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել թիմ ընտրություններում, ճիշտ եք ասում։ Ասեմ ավելին, դա սկսել է հենց 2018 թվականին։ 2018 թվականին համաձայն եք, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը անվիճելիորեն մոտ է 90%-ին։ Այդ վարկանիշի պայմաններում մենք պարտվել ենք թիմ ընտրությունները կապանում, օրինակ։ Հաջորդ անգամ էլ ենք կապանում պարտվել։ Վանաձորում չենք հաղթել, Գյումրիում չենք հաղթել, էլի տեղեր են եղել, որ չենք Գորիսում չենք հաղթել։ Եվ այսպես շարունակ։ Հարցը ուրեմն լինելով իշխանության ներկայացուցիչ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող վերլուծել եք, հասկացել եք ինչն է պատճառը, որ հեղափոխությունից հետո ունենալով ամենաբարձր վարկանիշը ձեզ չի հաջողվում համայնքներում
ունենալ համայնքապետ։ Այս արդեն ճիշտ համենայն դեպս ոչ սխալ փաստերի վրա հիմնված հարց է, իհարկե վերլուծել ենք եւ պատասխանները տարբեր են կախված համայնքներից, այսինքն մենք այնպես չէ որ բոլոր համայնքներում չենք հաղթում։ Իհարկե վերլուծում ենք եւ պատասխանները տարբեր են կախված համայնքներից։ Ես մինչ հարցազրույցը ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը, պարոն Ռուբինյան, եւ դուք փաստորեն միջազգայնագետ եք, կրթություն եք ստացել Լոնդոնում, Լեհաստանում, բայց արևմտամետ եվրոպացու կրթված կերպարից դուրս եք գալիս երբեմն։ Արևմտամետ եվրոպացու։ Ներքաղաքական կոշտ, վիրավորական արտահայտություններ եք անում։ Էլի սխալ պնդում եք անում։ Նախ Լոնդոնում եւ Լեհաստանում կրթված լինելը ավտոմատ չի նշանակում լինել արևմտամետ եվրոպացի, որտեղ Լոնդոնում կրթություն է ստանում նաեւ ասիացիներ, աֆրիկացիներ եւ այլ աշխարհամասից ներկայացուցիչներ, որոնք ունեն տարբեր քաղաքական եւ աշխարհակահաղական ձեր կրթությունը տարբերվում է մյուս պաշտոնյաներից։ Երկրորդը ես երբևիցե վիրավորական արտահայտություններ չեմ անում ընդդիմադիրների հասցեին, եթե ուշադիր նայեք, դուք չեք գտնի մի դեպք, երբ որ ես վիրավորած լինեմ, վիրավորանք հասցրած լինեմ, ընդդիմադիր կոշտ խոսույթ, կոշտ քաղաքական խոսույթ իհարկե կիրառում եմ եւ դա նորմալ է, այսինքն խոսույթը քաղաքական կարող է լինել նաեւ կոշտ պայմանով, եթե այն չի անցնում բարեկրթության սահմանները եւ ես կարծում եմ ես երբևիցե չեմ անցնում բարեկրթության սահմանները։ Օրինակ, երբ որ գրառումներ եք անում Facebook-ում, վերջին ժամանակահատվածում ավելի ակտիվ կաթողիկոսի, անձնական ինչ-որ ինտիմ հարաբերությունների մասին, դա դուրս չէ ձեր կրթության։ Ես երբևիցե որևէ մեկի անձնական ինտիմ հարաբերությունների մասին գրառում չեմ արել։ Երբ որ հրապարակում եղավ, օրինակ կաթողիկոսի դուստր ունենալուց Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութերի հետ կապված դիրքորոշում արտահայտում է։ Կաթողիկոսի հետ կապված որևէ բան չեք ասում։ Կտիժ Ներսյանի հետ կապված ասում եմ մի բան, որը ընդհանրապես կապ չունի իր անձնական կյանքի հետ։ Ասում եմ ըստ եկեղեցու կանոնի կուսակրոն հոգևորականները պիտի լինեն կուսակրոն։ Այսինքն չի կարող մարդ ուխտ տալ, որ ինքը պիտի լինի կուսակրոն, խախտի այդ ուխտը եւ դառնա, ասենք, աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, կաթողիկոս։ Հիմա ես ընդամենը ասում եմ դա եւ մենք ընդամենը ասում ենք դա, որ Կտրիչ Ներսյանը խախտել է իր ուխտը եւ չի կարող լինել կաթողիկոս։ Ինչն է այստեղ վիրավորական կամ իր անձնական Կտրիչ Ներսիսյան, երբ որ կաթողիկոսի պարագայում բոլորը կաթողիկոս։ Ինչու ես պետք է իրեն ասեմ վեհապար, եթե ինքը մարդ է, որ խախտել է իր տված ուխտը։ Ոնց ես իրան ասեմ վեհապար։ Ինչի համար ես իրան ասեմ վեհապար։ Ուզում եք ես կեղծավոր լինեմ, կուզեք կեղծավոր լինեմ։ Դուք չասեցիք, որ առաջարկում եք, որպեսզի ես անկեղծ լինեմ։ Դե անկեղծ եմ լինում։ Ես չեմ կարող մի մարդու ասել վեհապար, որը ոչ վեհ է, ոչ էլ արժանի է փառավորման։ Այս պահի դրությամբ, պարոն Ռուբինյան, կաթողիկոսը գիտեք ով է, վեհապարը գիտեք ով է։ Ես ասում գրառումներում դուք կոշտ եք արտահայտվում։ Կոշտը ո՞րն է, որ ես դիմում եմ իրեն իր ավազանի անունով, դիմում եմ իր ավազանի անունով, որովհետև ինքը արել է։ Դա վիրավորանք չի ձեզ, պարոն։ Իհարկե վիրավորանք չի։ Վիրավորանքն է այն, որ մարդը, որը կոչված է ղեկավարելու հայ ժողովրդի կյանքում բացառիկ դեր ունեցող կառույցի հայ առաքելական եկեղեցու կառույցը հայ առաքելական եկեղեցին խախտում է ամենա պարզ հիմնակարային կանոնը։ Այդ դա է վիրավորանքը։ Իմ ասածը վիրավորանք չի բացարձակ։ Երբ որ որոշում կայացնի Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունից հեռանալու, դուք ինչ ճանապարհ կընտրեք, ունեք որոշում ներքին, օրինակ, ինչ կանեք, կմնաք ԿՊ-ի հետ, թե կհեռանաք քաղաքականությունից, երբևէ մտածել եք այդ մասին։ Ես պլաններ չունեմ հեռանալու քաղաքականությունից։ Առնվազն հիմա։ Այլ օրինակ կուսակցությունի փոփոխություն, այլ ուժի հետ ճանապարհ գնալ, ինչ պլաններ։ Ինչի պետք է ես ուզենամ այլ ուժի հետ քաղաքական ճանապարհ անցնել, ես ընդհանրապես ես չեմ կարծում, որ լավ պրակտիկա է, երբ որ մարդիկ մի քանի տարվա մեջ մի քանի կուսակցություն են փոխում։ Այսինքն դա առնվազն վկայում է այն մասին, որ այդ մարդիկ այդքան էլ կայուն չեն իրենց քաղաքական համոզմունքներում։ Իհարկե կարող է մարդը իր կյանքի ընթացքում, չգիտեմ, հիասթափվել կամ այնպիսի հակասություններ ունենալ իր կուսակցության հետ, որ անհնար են դարձնում միասին ճանապարհ անցնել, բայց եթե դա շատ հաճախ է լինում կամ լինում է նույնիսկ առանց բացատրության, դա կասկածներ է առաջացնում այդ քաղաքական գործիչների համոզմունքների կայունության կամ սկզբունքայնության վերաբերյալ։
Իսկ առանց Փաշինյանի հեշտ կլինի քաղաքականությունը շարունակել, երբևէ մտածել եք առանց իրեն, առանց լիդերի։ Ես չեմ մտածում դրա մասին, ես իհարկե կրկին ընդդիմադիր գործընկերների մոտ կամ ընդդիմադիր մամուլում ընդունված է ստեղծել մի այսպիսի fake պատկեր, ըստ որի քաղաքացիական պայմանագիրը նույն ինքը Փաշինյանն է եւ Փաշինյանից բացի մյուս անդամները կուսակցության իրենցից ոչինչ քաղաքականապես չեն ներկայացնում, բայց դա այդպես չէ։ Չէ, ես հարց եմ ուղղում, պարոն այդպես չէ, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի վարչության նախագահն է, առաջնորդն է, վարչապետն է Հայաստանի, բայց նաև քաղաքացիական պայմանագրի այլ անդամներն էլ ունեն իրենց ուրույն դերը եւ մենք միավորված ենք գաղափարի շուրջ եւ ոչ մարդու շուրջ։ Պարոն Փաշինյանը նախորդ անգամ օրինակ նշեց, որ կուսակցությունում շատ վարչապետի տեխնացուներ կան։ Ձեզ դիտարկում եք որպես վարչապետի տեխնացու։ Կան օրինակ անուններ ձեր գործընկերների մոտ, որ կուզեիք նշել, ովքեր կարող են բացի եթե վարչապետի պաշտոնը թափուր չէ, երբ որ թափուր լինի կնշեմ, բայց քայ որ թափուր չէ, իմաստ չունի։ Եթե նկատի ունեք պոտենցիալ ունեցող գործիչներ շատ կան, իհարկե։ Նշեք էլի։ Չեմ ուզում նշել։ Կոնֆլիկտներ կառաջանան կուսակցությունում։ Չէ, բացարձակ, ուղղակի դա համարում եմ կրկին սպեկուլյատիվ խոսակցություն, որովհետև այս բանի նման թեմա չկա։ Ինչն է ձեզ ավելի անհանգստացնում, պարոն Ռուբինյան, ժողովրդի քննադատությունը, թե կուսակցականների դժգոհությունը, օրինակ ձեր գործընկերները, երբ ինչ-որ հարցի հետ կապված ձեզանից դժգոհություն արտահայտեն։ Երկուսն էլ, բայց բնականաբար ժողովրդի կարծիքը առաջնային է։ Լսում եք երբեմն օրինակ։ Ինչու երբեմն միշտ։ Երբ որտեղ օրինակ որտեղ կարելի է ձեզ տեսնել, որ տետ-ա-տետ շփում եք ունենում ժողովրդի հետ ու լսում եք դիրքորոշում։ Նախ գրում են տարբեր մարդիկ սոցիալական ցանցերով, ես լավ են ձեզ վերաբերվում։ Ված չեմ վերաբերվում, կարծում եմ, բայց նայած ով ոնց, չգիտեմ, չեմ կարող չափել։ Գրողները օրինակ ավելի շատ քննադատություն, հայոյանք կներեք, որ ասում եմ արտահայտություն եք ստանում, թե ավելի դրական։ Դրական կամ ինչ որ խնդիրներով են գրում, որոնցով փորձում եմ զբաղվել։ Նաև քայլում եմ Երևանի փողոցներով ոչ այնքան հաճախ, ինչքան կուզեի, խանութ եմ գնում, ընկերների, բարեկամների հետ եմ շփվում։ Սիրում եմ նաև նրանց հարցնել, թե իրենց ընկերներն ու բարեկամները ինչ են խոսում, որպեսզի օբյեկտիվ պատկեր ստանամ։ Ինչ են խոսում եւ որպես բաներ, որոշ բաներից գոհ են, որոշ բաներից դժգոհ են, որոշ առումով խնդիրներ տեսնում են տարբեր հարցերում, այլ հարցերում տեսնում են առաջընթաց։ Օրինակ ձեզ տեսնում են ազգային ժողովի նախագահի պաշտոնում, որովհետեւ վերջին ժամանակահատվածում ես լսում եմ, որ կարծես թե Ռուբինյանը լավ ազգային ժողովի նախագահ կարող է լինել։ Չէ, որտեղից եք լսում, բայց այդ խոսույթը նույնպես ժամանակավրեպ է, որովհետև ազգային ժողովը ունի նախագահ։ Ես նկատի ունեմ 26 թվականից հետո։ Բայց դուք նորացնում եք 26 թվականին մեր դուք չեք ասում, որ մեր ռեյտինգը իջել է։ Ես դեռ կանդրադառնամ եւ կհարցնեմ դրա մասին, դուք ինչ կարծիք ունեք 26 թվականին, բայց օրինակ ինչ եք կարծում։ Ես կարծում եմ դա անիմաստ եւ ժամանակավրեպ խոսակցություն է, ազգային ժողովը ունի նախագահ, ես էլ ազգային ժողովի փոխնախագահն եմ։ Դուք պատանեկությունից քաղաքականության մեջ եք, պարոն Ռուբինյան, ի՞նչն է ձեզ պահում հիմա իշխանության մեջ, օրինակ գաղափարը, ազդեցությունը, թե ավելի շատ փառասիրությունը, պաշտոնը, որովհետև դուք բարձր պաշտոն եք այս պահին զբաղեցնում։ Ինձ երկու բան է միշտ մղել քաղաքականություն եւ այդ նույն երկու բանն է պահում։ Առաջինը պատանեկության ժամանակահատվածից ակտիվ գործունեություն եք իրականացրել։ Չի ասի, որ պատանեկությունից շատ ակտիվ եմ եղել եւ ակտիվ եմ եղել բանակից գալուց հետո, այսինքն 25 տարեկանից, 24-25 տարեկանից։ Եթե նկատի ունեք, որ մինչև այդ, այսինքն մինչև այդ որպես քաղաքացի եմ ակտիվ գնացել հանրահավաքների եւ այլն, բայց ինքս բան չեմ եղել, ինքս հանրային գործունեությամբ չեմ զբաղվել։ Ակտիվիստ նկատի ունեք։ Չէ, ոչ էլ ակտիվիստ եմ եղել, ես ուղղակի եղել եմ մարդ, որ հետաքրքրվել է քաղաքականությամբ, ինչ որ հանրահավաքների գնացել եմ, բայց ակտիվ դերակատար չեմ եղել ես մինչև 25 տարեկանը, բայց այո, ես փոքրուց ուզեցել եմ դառնալ քաղաքական գործիչ, այսինքն եթե ինձ 5 տարեկանում հանդիպեիք եւ հարցնեիք ինչ ես դու ուզում դառնալ, ես կասեի քաղաքական գործիչ։ Դա իհարկե ունի նաեւ իր պատճառը, որովհետեւ հայրս նույնպես քաղաքական գործիչ է եւ ինչպես բժիշկի որդին մեծ հավանականությամբ 5 տարեկանում ասել ուզում եմ դառնալ բժիշկ, ես էլ ասում եի քաղաքական գործիչ։ Իրական եթե էլ ավելի հեռու գնայինք,
Ես ասում եմ, ես ուզում եմ դառնալ ազգային ժողովի փոխնախագահ, որտեղ հայրս ազգային ժողովի փոխնախագահն է։ Եվ ազդեցություն թե փառասիրություն է Սա այսինքն զուտ աշխատանքային իմաստով, այսինքն մարդ կա իր համար ուզում է դառնալ բժիշկ, սպորտսմեն եւ այլն, ես ուզում եի դառնալ քաղաքական գործիչ, եւ երկրորդը շատ ավելի կարեւոր հանգամանքն այն է, որ ես միշտ ուզեցել եմ այն գաղափարները, որոնք ես ունեմ, իրագործել եւ դրա մեթոդը գաղափարներ Հայաստանի մասին։ Եվ դրա մեթոդը քաղաքականությամբ զբաղվելն է, ազդեցություն եւ փառասիրություն չեմ համարում, որ դրանք ինչ որ գործոններ են, որովհետեւ իրականում բարձր պաշտոն զբաղեցնելը այդքան էլ հաճելի բան չի, մանավանդ երբ որ դու չես զբաղվում կոռուպցիայով։ Անկեղծ, որովհետեւ կարող է մարդկանց թվալ, որ պաշտոնյա լինելը ինչ որ հաճելի բան է, բայց տհաճությունները շատ ավելի շատ են, քան հաճելի մասերը։ Նկատի ունեք, եթե կոռուպցիոներ չեք, պաշտոնյա լինելը լավ չի, կարող ենք այդպես արձանագրել։ Չէ, պետք չի խեղաթյուրել իմ ասածը։ Նկատի ունեմ, եթե օրինակ նախորդ ռեժիմների ներկայացուցիչների համար պաշտոն զբաղեցնելը եղել է հաճելի այն իմաստով, որ իրենք հարստություններ են դիզել, հարցեր են լուծել։ Հարցեր են լուծել։ Մեր դեպքում կամ առնվազն իմ դեպքում պաշտոն զբաղեցնելը ավելի շատ տհաճություններ է պատճառում, քան ունի հաճելի պահեր։ Կնշեք օրինակ, որ պարագայում է այդ պաշտոնը տհաճություն։ Հանրության աչքի առաջ լինելը այն ոչ թե այն իմաստով, որ թաքցնելու բան ունեմ, այլ զուտ, այսինքն այդքան էլ ինձ օրինակ դուր չի գալիս, երբ որ ես փողոցով քայլում եմ եւ ինչ որ մարդիկ ինձ ճանաչելով նայում են իմ վրա։ Կարող չի լավ, վատ։ Մեկնեք ուզում եմ ես ուղղակի աննկատ քայլել կամ անդիմադիր գործիչների մշտական տարափը մեղադրանքների, մամուլի մեղադրանքների տարափը, կամ որ մամուլը սուտ բաներ է գրում, այն միտքը, որ այն պատասխանատվությունը, որ դու ունես, իհարկե ես շատ գնահատում եմ այդ պատասխանատվությունը, որ ես ունեմ, եւ դա իմ պարտքն է, այդ պատասխանատվությունը այդ պատասխանատվության հետ ճիշտ հարաբերվել եւ անել այն գործը, որ ինձ վստահված է, բայց միևնույն ժամանակ դա դժվար բան է, չէ՞, դժվար բան է, երբ որ մարդիկ իրենց ամեն խնդրի լուծումը տեսնում են քո կամ քո թիմի մեջ եւ դու զգում ես այդ պատասխանատվությունը, երբ որ մի բան ուզում ես անել, չի ստացվում օբյեկտիվ օրինակ պատճառներով, բայց միևնույնն է մարդկանց հետաքրքիր չեն այդ օբյեկտիվ պատճառները, մարդկանց հետաքրքիր են, որ դու այդ խնդիրը լուծես, այն տհաճություն, որ դու չես կարողանում լուծել այդ խնդիրը, ու այսպես շարունակ, այսինքն պաշտոն ունենալը իրական բեռ է։ Մամուլի հրապարակումներին ինչպես եք վերաբերում, ծանր եք տանում ամեն անգամ, երբ կարդում եք ձեր մասին։ Չէ, իրական չէ։ Ծանր եմ տանում, երբ որ օրինակ քննադատություն է լինում, այսինքն դատողություն, ծանր չեմ տանում, ծանր եմ տանում, երբ որ ակնհայտ սուտ են գրում օրինակ, այդ մի քիչ ծանր եմ տանում, բայց ոնց որ այդքան էլ շատ չեն գրում այս վերջերս։ Ընդունում եք օրինակ քննադատություն ձեր հասցեին, որ պետք չէր այսպես օրինակ Ռուբինյանը այսպես պահեր իրեն, չգիտեմ եւ այլն, եւ ձեզ ասում են թեկուզ ձեր ընկերները, գործընկերները, ասում են գործընկերներ իհարկե ընդունում եմ, մամուլինը շատ քիչ է լինում, որ ընդունում եմ, որովհետեւ հիմնական այդ քննադատությունները քաղաքական են, տենդենցիոզ, անորակ եւ անբարեկիրթ։ Փաշինյանին երբևիցե դեմ գնացել եք, պարոն Ռուբինյան, եղել է ինչ որ հարց, որին հակադրվել եք Փաշինյանին։ Կասեք օրինակ, որ պարագայում եք։ Չեմ ասի, բայց մեր ներքին քննարկումներում մեր կուսակցության ստեղծման պահից սկսած, դա 2015 թվականն էր եւ դրանից առաջ էլ, երբ որ սաղմնային վիճակում մեր կուսակցությունը, մեզ մոտ ավանդույթ կա, որ չկա հարց, որը չի կարելի բարձրացնել եւ մեր վարչության քննարկումները եւ ոչ միայն վարչության քննարկումները միշտ շատ բուրըն են անցնում եւ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ օրինակ վարչապետ Փաշինյանը ասենք քննարկումը սկսել է մի դիրքորոշմամբ եւ արդյունքում կամ ինքնից դիրքորոշումը փոխել կամ նույնիսկ առանց իր փոխելու էլ որոշում է ընդունվել այլ որոշում է ընդունվել։ Դուք դերակատարում ունենում եք այդ, այսինքն որոշման փոփոխություն։ Ես էլ եմ ունենում, այլ մյուս գործընկերներն էլ են ունենում, եւ դա առաջին հերթին նաեւ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, որովհետեւ ինքն էլ է ի սկզբանե
դրվածքը այդպես դրել, որ չպիտի լինի հարց, որը քննարկման ենթակա չէ, եւ որ մարդիկ պետք է իրենց կարծիքը ազատորեն արտահայտեն։ Ես ձեզ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ մեր կուսակցությունը, որ ստեղծում է, դրա հիմնական հիմքերից մեկը նաեւ սուպեր լիդերության մերժումներ։ Կհիշեք 2010-ականներին մարդկանց մոտ մեծ հիասթափություն կար ընդդիմադիր շարժումներից եւ պատճառներից մեկն էր, որ այդ ընդդիմադիր շարժումները ամեն մեկը բերում իրենց գլխի մի կուրք էին դնում, որ անսխալականներ եւ արդյունքում ոչ մի բան չէր ստացվում եւ մենք ի սկզբանե սուպեր լիդերության մերժումը մեր կուսակցության հիմնակարից մեկն է։ Եվ այդպես է մինչեւ օրս։ Փաշինյանի սուպեր լիդեր չեք համարում։ Ոչ, Փաշինյանը մեր կուսակցության առաջնորդն է, մեր կուսակցության ղեկավարն է, բայց նաև մեր գործընկերն է։ Միանձնյա որոշում կայացնողն է նաև այդպիսի տպավորությունը, որ կուսակցությունը։ Ես հենց նոր մոտ 5 րոպե ինչի մասն էի խոսում։ Մամուլին չեք հավատում, բայց մենք մշտապես իսկ ինչ ուզում եք, ես մամուլին հավատամ եւ ոչ իմ աչքով տեսածին եւ ոչ իմ ականջներով լսածին։ Դե զրույցներում ձեր գործընկերների երբեմն ներքին զրույցներում ես նկատի ունեմ, հասկանում ենք, որ Փաշինյանի որոշմամբ է եղել, SMS-ներով են պաշտոններից հեռացրել։ Եկեք տարանջատենք, էլի։ Կամ բաներ, որ Փաշինյանի որոշմամբ են, դրանք այն բաներն են, որոնք կուսակցական հարցեր չեն, օրինակ, այսինքն ի պաշտոն է, վարչապետը օրինակ կարող է աշխատանքից հեռացնել նախարարի, որտեղ ի պաշտոն է նախարարին նշանակում է վարչապետը։ Ճիշտ նույնիսկ այդ դեպքում հաճախ լինում է, որ ԿՊ վարչությունում է նախ այդ հարցը քննարկվում։ Օրինակ մի քանի նախարար եղել է, որոնք նշանակվել են ԿՊ վարչության քվեարկության արդյունքում։ Դուք դա գիտեիք։ Խոսում են Խոսում են անպայման, մեր ակտիվները փոխանցում են, այո, որ պարտադիր քննարկվում է, դիրքորոշում արտահայտվում է, բայց վերջում Փաշինյանը եզրակացում։ Ձեզ փոխանցում կամ էլ դուք եք ուզում, որ ձեզ սխալ փոխանցեն, որովհետև դա լիակատար միֆ է, որ վարչապետ Փաշինյանը ամեն ինչ որոշում է միանձնյա։ Երբ ձեզ պաշտոն առաջարկեցին փոխնախարարի, կենսագրությունից ձեր նայեցի, առաջին միանգամից հեղափոխությունից հետո պաշտոն եք ստացել։ Այլ աշխատանք չեք ունեցել, միանգամից փոխնախարար։ Գլխապտույտ էր ձեզ համար այդ պաշտոնի նշանը։ Ոնց այլ աշխատանք չեմ ունեցել, աշխատել եմ ես դրանից առաջ, բայց ոչ գլխապտույտ չէր։ Բարձր պաշտոն։ Չէ, պաշտոն չեմ ունեցել, չէ, գլխապտույտ չէր, որովհետև ես կարող է էլի դա իմ ընտանեկան պատմության բերումով է, որ հայրս նույնպես բարձրաստիճան պաշտոնյա եղել, բայց ես միշտ իմացել եմ, որ պաշտոնը անցողիկ բան է եւ որ ընդհանրապես պետք է նաև հասկանալ, որ մարդիկ երբ որ հարաբերվում են քո հետ այն պահին, երբ որ դու պաշտոնյա ես, եւ վատ բաները, որ իրենք ասում են քեզ կամ քո մասին, եւ լավ բաները, որ իրենք ասում են քեզ կամ քո մասին, ժամանակավոր ունեն նաև քո պաշտոն ունենալու հետ եւ հետեւաբար բացարձակ պետք չէ դրանից փառավորվել եւ որ դա անցողիկ բան է, ընդամենը ինչ որ պահի ժողովուրդը տալիս է քեզ հնարավորություն ունենալ պաշտոն, ընտրովի կամ նշանակովին էլ նույն ընտրովի շահունակությունը եւ դու պետք է կատարես քո պարտքը եւ ժամանակը գա դու թողնես պաշտոնը եւ ապրես քո կյանքով։ Պատրաստ եք դրան։ Իհարկե պատրաստ եմ։ Պարոն Ռուբինյան, նշեցիք մի քանի անգամ քաղաքական գործչի ընտանիքում եք ծնվել նաև լրագրող են, բայց լրագրողների հանդեպ անդրադառնամ այս թեմային, դուք անթագույց վատ եք տրամադրում։ Ոչ բոլոր լրագրողների։ Պայմանավորված չէ, խոսենք այս լրագրողական մեր գործընկերների մասին, որովհետև երբեմն ճեպազրույցներից հեռանում եք, ավելի երբեք չեմ հեռանում ես ճեպազրույցներից։ Կոպիտ եք, ընդհատեցիք հեռացեք մի քանի ժամանակ լրագրողները ընդհատեն հեռանան, ես չեմ ընդհատում հեռանան։ Բայց անթագույց արտահայտում եք ձեր վատ վերաբերմունքը լրագրողներին։ Բայց ոչ լրագրողներին, այս էլի նույն բան սերիայից է, որ Կտիշ Ներսյանին քննադատում ես, ասում են ինչու ես եկեղեցում քննադատում։ Կան լրագրողներ, որոնց ես լավ չեմ վերաբերում, այո։ Ընդ որում ոչ թե անձնապես լավ չեմ վերաբերվում, անձնապես բոլորին էլ շատ լավ եմ վերաբերվում։ Այլ կան լրագրողներ կամ այսպես ասեմ, կա լրագրողական ոճ, որին ես լավ չեմ վերաբերվում։ Դա բանն է, լրագրողական հրապարակախոսությունն է, եթե կուզեք, որտեղ տեսեք, կան լրագրողներ, որոնք այնպիսի ոճի լրագրողներ են, որ ի սկզբանե նորմալ է, որ իրենք պետք է ունենան քաղաքական դիրքորոշում։ Այսինքն կան բաներ, չէ, կոլումնիստներ, որոնց գործն է
գրել եւ կարծիք գրել ինչ այս կամ այն իրադարձության մասին։ Դա նորմալ է։ Ես այդ լրագրողներից չեմ ակնկալում անաչառություն, որտեղ իրենք ի սկզբանե իրենց ոճը ենթադրում են, որ իրենք պետք է ունենան քաղաքական գիծ։ Բայց երբ որ լինում են լրագրողներ, որոնց գործը հարցազրույց վերցնելն է եւ իրենք ոչ թե եւ ինչ է նշանակում ինտերվյուեր, չէ՞, այդ լրագրողներին կոչվում է ինտերվյուեր, հարցազրույցավար։ Իրանց նպատակը ո՞րն է, իրենք պետք է հարց տան մարդուն, այս դեպքում պաշտոնյային, հանրությանը հետաքրող թեմաներով, նպատակ ունենալով հանրությանը փոխանցել այն տեղեկատվությունը, որը ենթադրաբար հանրությունը ուզում է իմանալ տվյալ պաշտոնյայից։ Բայց երբ որ իրենք դրանց փոխարեն գալիս եւ քաղաքական հայտարարություններ են սկսում անել, դա արդեն լրագրողություն չի։ Դա քաղաքական գործունեություն է, քավլիցի թող զբաղվեն քաղաքական գործունեությամբ, բայց թող չգան ասեն ես լրագրող եմ, հարգեք ինձ որպես լրագրող։ Չէ։ Էլ չեմ ասում, որ ես խնդիր ունեմ, որ ասենք լրագրողը կարող է գալ սկսել հարցեր տալ, ասենք X պաշտոնյայի, չգիտեմ, հայտարարից եւ այլն, բայց միևնույն ժամանակ ոչ ոք չիմանա իրենց թերթը կամ կայքը ով է ֆինանսավորում, որտեղից է ֆինանսավորում։ Եվ ամենակարևորը ես խնդիր ունեմ բարեկրթության պակասի հետ։ Շատ բարձ մարդկային բարեկրթության պակասի հետ ես խնդիր ունեմ եւ ես կուզեի, որ դա այդ պակասը լրացվեր եւ այն փաստը, որ իմ մայրը լրագրող է եղել, ոչ թե դա նշանակում է, որ վայ ինչ տարօրինակ է իր մայրը լրագրող ա եղել, ինքը լրագրողներին չի սիրում, այլ հակառակը իմ մայրը լրագրող ա եղել, իր համար ես սիրում եմ լրագրողներին եւ ուզում եմ, որ իրենք չափականեն իրենց մասնագիտությունը։ Չէ, դուք հանդուրժող չեք երբեմն, պարոն Ռուբինյան, քննադատության հանդեպ, երբ որ ընդդիմադիրների խոսքը փոխանցվում է ձեզ, որ ընդդիմադիրներն այսպես են ասում, ընդդիմադիրների դիրքորոշումը հանդուրժող չլինել, ասես ֆռում եմ, ասում եմ, հեսա կտամ ծանոթդ կփոկվի, ինչպես ասում էր հանրապետական падգամավորներից մեկը, թե ասում եմ, արա ես ինչ ես ասում, ինչպես այլ հանրապետական падգամավոր։ Վիճում եք, անդադար վիճում եք, ասեցի մի անգամ էլ լքեցիք ճեպազրեսները։ Չեմ վիճում, իրենք ինձ հետ բանավիճում են, ես էլ ընդունում եմ բանավեճի հրավերը եւ բանավիճում եմ։ Եթե չեն ուզում բանավիճեմ, ուրեմն թող չբանավիճեն ինձ, այդ թող հարցեր տան կպատասխանեմ։ Մի քիչ հանդուրժող եղեք, ես իմ խորհուրդը տեսեք ոնց եմ հանդուրժում հիմա ձեզ։ Եվ մի հարցել եւ անցնենք արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր ուղղեմ։ 2020 թվականն էր, կարծեմ, հարևանների հետ կապված ինչ որ խնդիր ունեիք, հողի հետ կապված, բողոք կար ձեր հետ կապված, ինչ որ։ Չէ, ես խնդիր չունեմ։ Հանգուցալուծումը ոնց եղավ։ Մի փոքր խոսենք դրա մասին։ Կարծեմ չի եղել հանգուցալուծում, խոսքը հայրական տանս մասին է, որի ավտոտնակի հետ Չէ, ավտոտնակ չի, իրական ես էլ լավ չեմ հասկանում, որովհետև չեմ էլ զբաղվել երբեք, մենք ունենք հարևան, որը կեսից եկել է, ինչ որ դատերի մեջ ենք 2000 երևի 10 թվից կամ 9 թվից լավ չեմ հիշում, բայց ես դրանով երբեք չեմ զբաղվել, բան չեմ կարող ասել։ Ձեր դիրքը չեք օգտագործում հարցին լուծում տալու։ Եթե օգտագործեի, լուծված կլիներ, եթե օգտագործելն էլ օգուտներ բերեր, բայց ոչ օգտագործել եմ, վստահ եմ, որ օգտագործեի էլ չէր ստացվի, որովհետև դատական համակարգը անկախ է։ Անցնենք արտաքին քաղաքականությանը։ Պարոն Ռուբինյան, մի անգամ մի առիթով ասեցիք, միայն մեկ անվտանգության աղբյուրի վրա հույս դնելը դա չի աշխատում, բայց իրականում այլ ընտրանք պետք է գտնել։ Սա միայն խոսքով ասել է, թե իսկապես գտնում եք այլ ընտրանքը, իշխանությունը փորձում է մեկ աղբյուրի վրա չկենտրոնանալ եւ գնալ այլ աղբյուրի։ Չեք տեսնում դա, չեք տեսնում մեր անվտանգային ոլորտում եւ պաշտպանական համագործակցության դիվերսիֆիկացիան չեք տեսնում, օրինակ Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը օրինակ չեք տեսնում, կամ Հայաստան-Ֆրանսիա, կամ քաղաքական համագործակցության դիվերսիֆիկացիան չեք տեսնում վերջին տարիներին։ Տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ ունենք բավականին լարված փոխհարաբերություններ եւ Չէ, մենք չունենք լարված իրավիճակ ունենք այս պահի դրությամբ։ Ռուսաստանի հետ ունենք նորմալ հարաբերություններ, այլ հարց, որ մենք նաև հարաբերություններ ենք կառուցում այլ կողմերի հետ եւ սա մեր բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության մաս է։ Ընդունում եք այն քննադատությունը, որ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքականության հետ կապված ունի վակուում եւ դեռևս կողմնորոշված չի մեր արտաքին քաղաքականությունը։ Չեմ ընդունում։ Մեր ուղղությունը բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականությունն է, երբ որ մենք հարաբերություններ ենք կառուցում տարբեր կողմերի հետ, երբ որ մենք ունենք մեր ավանդական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Իրանի հետ, երբ որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները
Ֆրանսիայի հետ, երբ որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները ընդհանրապես եվրոպական միության հետ, հայտնի են մեր այդ առումով վերջին իրադարձությունները նույնպես հայտնի են, երբ որ մենք աննախադեպ հարաբերություններ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, երբ որ մենք ռազմավարական գործընկերություն ենք սկսել ԱՄՆ-ի հետ, ռազմավարական համագործակցություն ենք սկսել Վրաստանի հետ, Հնդկաստանի հետ արդեն նշեցի, եւ այսպես շարունակ, այսինքն սա է մեր քաղաքականությունը եւ եթե քննադատողների մեկնակետն այն է, որ մենք պետք է շարունակենք կախված լինել մեկ կետից, ես չեմ ընդունում այդ դիրքորոշումը, մենք չենք ընդունում այդ դիրքորոշումը, եւ մենք տեսել ենք, որ այդ քաղաքականությունը լավ տեղ չի տանում։ Ռուսաստանի Դաշնությանը նկատի ունեմ, որ անընդհատ հակադրություններ են լինում, համագործակցությունը չի ստացվում այս իշխանությունների հետ, ընդդիմադիրների հենց դերացած իրենց ստանդարտ ինչ հարաբերություններ ունեն, պարոն Ռուբինյան։ նորմալ աշխատանքային։ Եվրոպային եւ ԱՄՆ-ին ինչու է հետաքրքրում մեր երկիրը, ըստ ինչով ենք մենք։ Ինչու չպետք է հետաքրքրի մեր երկիրը որևէ մեկին։ Մեր երկիրը կայուն ժողովրդավարական երկիր է, որը վերջին տարիներին ամեն տարի շատ տպավորիչ տնտեսական աճ է ցույց տալիս, որը գտնվում է շատ հետաքրքիր մի տարածաշրջանում, որը ունի շատ մեծ պոտենցիալ բեռնափոխադրումների առումով, որը ունի շատ մեծ պոտենցիալ туриզմի առումով, ինչու չպետք է հետաքրի որևէ մեկին Հայաստանը։ Եթե մեր ընդդիմադիր գործընկերների տեսանկյունից Հայաստանը մի անհետաքրքիր տեղ է, որը ոչ մեկի պետք չի, եւ ընդհանրապես կուդավիդենիցիս, մենք դրան համաձայն չենք։ Ձեր հայրը եղել է նաև Արցախյան ազատագրման թիմի ներկայացուցիչ, բայց ձեր իշխանության ժամանակահատվածում Արցախը հանձնվեց մեղքի զղջման։ Արցախը հանձնվեց ասելը։ Պարտվեցինք եւ Արցախը այս պահի դրությամբ Ադրբեջանի կազմում է գտնվում։ Մեղքի զգացում, զղջման զգացում ունենում եք երբեմն։ Ձեր հարցը ենթադրում է, որ ես եմ հանձնել Արցախը, ճիշտ է։ Ես ասում եմ ձեր իշխանության ժամանակահատվածում Արցախ չունենք, որովհետև մեր իշխանությունը արել է ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղի հայերը կարողանան մնալ եւ ապրել այնտեղ։ Բայց ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի սեպտեմբերին ընդդիմադիր գլխավոր ուժերը եւ իրանց ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղում նախ այնպես արեցին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, այդ հրաժարականից հետո ես հիշում եմ, ստեղ Երևանում իրենք հանրահավաքներ էին անում, լրագրողները մոտենում էին Քոչյանին ու Սարգսյանին, ասում էին՝ «Ինչ կարծիք եք Ղարաբաղում էս տեղի ունեցածի մասին», նկատի ունեին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել եւ Շահրամանյանն էր ընտրվել կամ պետք է դեռ ընտրվել, բայց կարծեմ ընտրվել էր արդեն նախագահ, ասում են շատ լավ է, հուսով ենք նույնը կլինի նաև Երևանում։ Դրանից օրեր անց Ղարաբաղում էլ հայ չմնաց։ Ու սա արել են իրենք։ Դուք որևէ մեղք չունեք։ Մենք փորձում էինք անել այնպես, որպեսզի Ղարաբաղի հայերի անվտանգությունն իրավունքները ապահովեն, երբ որ իրենք դեռ այնտեղ էին։ Իսկ հիմա իրենք ասում են այն, ինչ որ մենք ասում ենք այն ժամանակ, երբ որ իրենք այնտեղ էին, բայց իրենց գործողությունների արդյունքում այդ թվում Ղարաբաղում հայ չի մնացել։ Մեղավորության, զղջման զգացմունք չեք ունենում երբեմն։ Բայց ինչի՞ դուք ընդհանրապես ինչի՞ վերցրեցիք, որ դուք ինձ այդ հարցը կարող եք տալ։ Իսկ կարող է ես ձեզ այդ հարցը տամ։ Ձեր հայրը Արցախյան ազատագրման շարժման հիմքերում է եղել։ Այս ժամանակահատվածում ինչ որ մեղքի զգացում եղել է, ինչու մեր իշխանության ժամանակահատվածում եղավ այս պարտությունը, Արցախի կորուստը։ Ես ձեզ ասում եմ, եւ ես, եւ մեր քաղաքական ուժը ամեն ինչ արել է, որպեսզի հայերը մնան եւ կարողանան անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում։ Այն նույն ժամանակ, երբ որ մեզ ասում էին դավաճաններ, ես ինչ եք անում, այդ թվում Լեռնային Ղարաբաղի իշխանություններն էին ասում մեզ, դավաճաններ, այս ինչ եք անում։ Արդյունքում իրենք արեցին ինչպես իրենք էին ուզում, եւ հիմա իրենք քանի տարի, 2 տարի անց, երբ որ Ղարաբաղում այլևս հայ չկա, սկսել են ասել այն ինչ այն ժամանակ մենք ասում էինք։ Դուք Հայաստանի Հանրապետության կողմից Թուրքիայի հարցերով հատուկ բանագնացն եք, թուրքական մամուլից եմ մեջբերում, չասեք, որ դա իմ մեջբերումն է, հարմար բանակցող եք համարվում։ Դա ինչու եք այդ որակում նստացեք, զիջողականություններ, թե պատճառը, թե տաղանդ եք գործել։ Թուրքական մամուլից եմ մեջբերել։ Ինչպիսի բանագնաց եք ձեզ համարում։ Ինձ համարում եմ նորմալ բանագնաց։ Չեմ համարում լավ բանագնաց, որովհետև չեմ կարծում, որ պիտի գովեմ ինքս ինձ կամ
բարձր կարծիք ունենամ իմ մասին եւ փառասիրությամբ չեմ տառապում, ոչ էլ վատ բանագնաց եմ համարում, որտեղ այդ դեպքում տրամաբանական չէր լինի, որ շարունակեմ լինել բանագնաց, որտեղ եթե ինձ համար է վատ բանակցող, չի լինի էլ բանակցող։ Առաջին անգամ հանդիպեցիք պրոֆեսիոնալ դիվանագետ Քելեչին, ինչ զգացիք, ինչպիսի մարդ էր ու ինչ էիք պատկերացնում այդ հանդիպումից։ Նորմալ մարդ էր։ Ինչպես սկսեցիք զրույցը, մի քիչ կպատնեք այդ ներքո։ Չեմ կարծում, որ դրա մասին պատմեմ, բայց շատ նորմալ փորձառու դիվանագետ է Սերդար Քելեչը, շատ լավ հարաբերություններ ունենք եւ շարունակում ենք աշխատել։ Ուր են հասել, չեք ասի, ձեր բանակցությունները որ փուլում են այս պահի դրությամբ Թուրքիա, Հայաստան բանակցությունները։ Ունենք մի շարք պայմանավորվածություններ, մի մասը իրագործվել է, օրինակ վերագործարկվել են Երևան-Ստամբուլ թռիչքները, շուտով ի դեպ մյուս տարի այդ թռիչքները կավելանան, այսինքն նոր ընկերություններ կգան ասպարեզ, նաև պայմանավորվել ենք հնարավորություն ստեղծել երկու երկրների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումներ իրագործելու համար, սա նույնպես իրագործված պայմանավորվածություն է։ Ունենք պայմանավորվածություն համատեղ վերականգնել անի պատմական կամուրջը, որի մի հատվածը հիմա Հայաստանի տարածքում է, մի մասը Թուրքիայի, այդ ուղղությամբ աշխատանքները կատարվում են եւ ամենակարևորը պայմանավորվել ենք բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար այս պայմանավորվածությունը դեռ իրագործված չէ, մենք մեր կողմից ինչ պետք էր անել դրա իրագործելու համար տեխնիկական նկատի ունեմ արել ենք եւ սպասում ենք առաջընթացի Թուրքիայի կողմից եւ հույս ունենք այդ առաջընթացը կլինի, բացի այս նաեւ պայմանավորվել ենք տեխնիկական գնահատում անել Գյումրի կարճ երկաթգծի վերանորոգման եւ վերագործարկման համար անհրաժեշտ գործողությունների եւ սրա վերաբերյալ մի անգամ արդեն միջգերատեսչական հանդիպում է եղել սահմանին, շուտով երկրորդը կլինի։ Ինչ որ բան կա, որ պահանջում է դեռևս Թուրքիան Հայաստանից, ինչ որ ակնկալիքներ ունի, որ վերջնական։ Ոչ, մենք հույս ունենք, որ առաջընթաց կտեսնենք շուտով։ Հանդիպումները շարունակվելու են, բանակցությունները շարունակվելու են, այսինքն կանգ չի առել ինչ որ փուլում։ Եվ կարող ենք ձևակերպել Հայաստանի ազգային նպատակը, որն է այս պահի դրությամբ, որի համար աշխատում են իշխանությունները։ Հայաստանի պետական նպատակը երևի նկատի ունեն։ Այո, պետական նպատակը, որի համար այս խաղաղությունն է, մենք իրականում շատերը չեն գնահատում, շատերը ընդդիմադիր դաշտից եւ լրատվամիջոցներից, այդ թվում այն լրագրողներից, որոնց ես ըստ ձեզ չեմ հանդուրժում, չեն գնահատում իրականում, թե ինչ է տեղի ունեցել վերջին ամիսներին։ Հաստատվել է խաղաղություն։ Օգոստոսի խաղաղության հռչակագրով հաստատվել է խաղաղություն եւ ինչն է նաեւ ուժեղացնում իմ փաստարկը, որ Վաշինգտոնից վերադառնալուց հետո արդեն քանի ամիս է անցել, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, 3 ամիս, շուրջ 3 ամիս։ Եվ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահ հայտարարել են եւ շարունակում են հայտարարել, որ հաստատված է խաղաղություն։ Սա շատ կարեւոր բան է։ Բացի այս, արդեն 1 տարի 9 ամիս սահմանին զինվոր հակառակորդի կրակից չի զոհվել։ Այդպիսի մի տարի 9 ամիս չի եղել Հայաստանի անկախ պատմության ընթացքում, դա շատ կարևոր բան է։ Եվ հիմա ինչ է մեզ պետք անել։ Մենք եկել ենք մի հանգրվանի, երբ որ խաղաղությունը հաստատված է, բայց այն անշրջելի չի, շրջելի է խաղաղությունը, այսինքն եթե մենք հոգ չտանենք այդ խաղաղության մասին, եւ իդեպ սա վերաբերում է եւ Հայաստանին եւ Ադրբեջանին, խաղաղությունը կարող է դառնալ շրջելի։ Եվ մեր նպատակն է ինստիտուցիոնալիզացնել խաղաղությունը, դարձնել այն անշրջելի եւ այս առումով 2026 թվականի ընտրությունները շատ կարեւոր են լինելու։ Նաեւ շատ կարեւոր են լինելու 2026 թվականի ընտրությունները մեր ժողովրդավարական համակարգը պահպանելու ուղղությամբ, որովհետեւ ըստ էության ընդդիմադիր գլխավոր ուժերը, նախկինները հավաքական, ինչ են ասում, իրենք ըստ էության չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Գյումրիի թիմ ընտրության արդյունքների կրկնությունն է, այսինքն որ ստեղծվի իրավիճակ, երբ որ իրենք կամ իրենց հետ փոխկապակցված մի քանի ուժ մասնակցեն ընտրություններին եւ իրենք միավորվեն եւ ավելի շատ ձայն ստանան եւ վերցնեն իշխանությունը երկրում, բայց սա նաեւ ինչ է նշանակում, որովհետեւ մենք գիտենք ինչ է Գյումրիի սցենարը։ Գյումրիի սցենարում իրենք եկան իշխանության եւ ըստ հակակոռուպցիոն կոմիտեի չանցավ եւ
6 ամիս, հենց 6 ամիս 1 օր հետո իրենց ծնունդը քաղաքական Վարդան Ղուկասյանը, որ ինքն իրեն կոչում է Վարդանիկ, բռնվեց կաշառք ուզելու վրա։ Եվ իհարկե ըստ իրենց համապետական պլանի, եթե իրենց հաջողվի իրենց համապետական պլանը, իրենք արդեն չեն բռնվի կաշառք վերցնելու կամ ուզելու վրա, ինչպես տարիներ շարունակ չեն բռնվել կաշառք ուզելու եւ վերցնելու վրա, որտեղ իրապահ մարմինները եղել են իրենց վերահսկողության ներքո։ Եվ հետեւաբար 2026 թվականին նաեւ մեր ժողովրդավարությունն է պետք պաշտպանել։ Այսինքն պետք է պաշտպանել ժողովրդավարությունը եւ խաղաղությունը։ Շնորհակալ եմ, անցնենք մեր բլից հարցերին։ Կխնդրեմ արագ պատասխանել մեր հարցերին։ Մեկ բառով նկարագրեք հայ-թուրքական գործընթացները։ Հուսադրող։ Քաղաքական գործչի ձեր էտալոնը՝ Մակրոն, Թրամփ, թե Փաշինյան։ Փաշինյան։ Ում կարծիքից եք ամենաշատը սարսափում՝ հանրության թե Ես Փաշինյան։ ոչ մեկի կարծիքից չեմ սարսափում, ես գնահատում եմ կարծիքները։ Հեղափոխությունը շահեց թե ձախողեցիք։ Հեղափոխությունը ունեցավ անառարկելի արդյունքներ կամ բաներ նաև, որոնք դեռ չի հաջողվել անել, բայց պիտի անենք։ Ձեր ամենամեծ սխալը քաղաքականության մեջ։ Չեմ ուզում անձնավորել, չեմ պատասխանի։ Ունեք, բայց։ Հա, ունեմ սխալներ, այո։ 2026-ին ԿՊ-ն քանի տոկոս ձայն կհավաքի։ Չգիտեմ, դա ժողովուրդը կասի։ Դուք ձեզ ապագայում ուր եք տեսնում, փոխոսնակը արդեն քիչ է։ Ես չեմ մտածում ապագայի մասին, քանի դեռ ընտրությունները չեն եղել եւ չենք տեսել դրա արդյունքները, անշնորհակալ գործ է քննարկել, թե ինչ կլինի դրանից հետո։ Ձեր թիմում կա մեկը, որին չեք վստահում։ Չէ։ Որ դեպքում դուրս կգաք քաղաքականությունից, ինչը կստիպի ձեզ։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ։ Եթե լինեիք ընդդիմադիր այսօրվա իշխանության մեջ, ինչը կքննադատեիք։ Չեմ ասի։ Որպես ընդդիմությունը չքննադատի, վախենում եք ընդդիմության դիրքորոշում։ Այնքան անտաղանդ են, որ նույնիսկ իմ ասելուց հետո չեն սկսի դա անել, բայց մեկ ամեն դեպքում չեմ ասի։ Ինչ որ բան, որ սովորեցիք Նիկոլ Փաշինյանից։ Համառություն։ Եթե չլինեի քաղաքական գործիչ, ինչ կլինեիք։ Չգիտեմ։ Ձեր մասնագիտությունը դիվանագետ։ Ես երբեք չեմ մտածել դրա մասին։ Արդեն ասացի 5 տարեկանից ես ուզեցել եմ լինել քաղաքական գործիչ։ Առավոտյան առաջին բանը, որ անում եք։ Բացում եմ աչքերս։ Ինչ երգ եք լսում մեքենայում։ Մեքենայում երգ չեմ լսում։ Սոցցանց, որից ամենաշատն եք օգտվում։ Facebook։ Ինչ որ Բայց բան։ երեք Instagram եմ բացել։ Instagram-ը բացել, շնորհավորում եմ։ Հետո կանցնենք TikTok-ին։ Ինչ որ բան, որ շատ քչերը գիտեն ձեր մասին։ Հոբի ունենաք ինչ որ Հոբի։ Շախմատ տեսա ձեր աշխատասենյակում երևի շատ եք։ Չէ, մեծ սիրահար չեմ շախմատի։ Չգիտեմ։ Ես արչամուկ եմ պահում։ Խամյակ։ Մեկ բան, որ միշտ ձեզ հետ է։ Չկա այդպիսի բան։ Սիրում եք քննադատությունը։ Միջին։ Ինչ կասեիք 18-ամյա Ռուբենին։ Կասեի շարունակի, ոնց գնում է շարունակի։ Ձեր սիրած հայկական ուտեստը։ Հավի քաբաբ եմ սիրում շատ։ Երբ լռում եք, ինչ եք մտածում։ Տարբեր բաներ։ Մի բան, որ ձեզ միշտ ժպտեցնում է։ Տղաս։ Պարոն Ռուբինյան, շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու եւ մեզ հանդուրժելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի Արմլու լրատվականի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։